Իրանը մտադիր չէ բանակցել ԱՄՆ-ի հետ եւ պատրաստ է շարունակել Մերձավոր Արևելքի պատերազմը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Այաթոլլահ Ալի Խամենեիի ավագ օգնականի հայտարարությունն է։ Իրանի դատական համակարգի ղեկավարն էլ սպառնացել է։ Յուրաքանչյուր ոք, ով ասում կամ անում է որևէ բան Ամերիկայի եւ սիոնիստական ռեժիմի կամքին համապատասխան, թշնամու կողմն է եւ պետք է վարվի հեղափոխական իսլամական սկզբունքներին եւ պատերազմական պայմաններին համապատասխան։ Թրամփը պնդել է, որ Իսրայելը Միացյալ Նահանգներին չի ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ, այլ որ ինքն է հավանաբար Իսրայելին դրդել հարված հասցնել Իրանին։ Թրամփը խոսել է իրանցիների հետ բանակցությունների ձախողման մասին, որը հանգեցրեց պատերազմի բռնկմանը։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սայեդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը հետաձգվել է իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ արարողության նոր ամսաթվերի մասին մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն ավելի ուշ։ Իսպանիայի վարչապետը դատապարտել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունները եւ հայտարարել, որ դրա նպատակները մնում են անորոշ, ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե ինչ կլինի հետո, նույնիսկ առաջին հարձակումը ձեռնարկողների նպատակները անորոշ են, ասել է Սանչեսը։ Մենք չենք վախենում ինչ-որ մեկի պատժից, մենք ասում ենք ոչ պատերազմին, նշել է նա։